Կարապետյանի թիմակիցները կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Դե չգիտեմ ինչ հիմնավորման բնան, որովհետև այդ բոլոր կուսակցություններից ամենասկանդալայինը իրանց էր։ Գոնե ինչ որ պաշտոնապես հայտնում են կաշառքի դեպքեր եւ այլն եւ այլն։ Միակ տրամաբանական բանն է նա, որ Մոսկվայից հրանգ է ստացել։ Ուրիշ տրամաբանական ես բան չեմ գտնում, որովհետև երկրորդ անգամ ընտրություն անելու դեպքում իրանք հաստատ այդքան ձայն չեն հավաքի։ Նա Ռուսաստանից այդքան մարդ չի գա։ Արդեն կվախենան, որ մենակ չեն գալու մի օրով, որոշեն թե մենք մեր երկրում ապրենք։ Կարող հանկարծ 25 օրով էլ ինչ-որ բան անեն այս երկրի համար։ Երկրորդ ֆինանսական ռեսուրսն է, վերջերշու անսպար չէ, էլի դա ծախսը։ Եվ երրորդը այդ նույն կաշառակերության տալու վերցնելու դեպքերը, եթե իրանց լուծում ստանան, շատերը կվախենան արդեն։ Մնացած իրանց ոնց ասեն երևի։ Իսկ դուք տեղյակ եք իրանք ինչքան ընտրակաշառքներ են բաժանել ըստ ձեզ։ Դե ես չեմ հաշվել բնականաբար, բայց հիշում եմ այդ նախընտրական ընթացքում հերոստատուսը երբ միացնում էր, ոնց որ սերիալ լիներ, էլի։ Անընդհատ ձայնագրություններ։ Ինչքան են բաժանել ոչ մեկը երևի չգիտի, որովհետև այնտեղ մեկը ճիշտ ասեց, դա ամենադժվար բացահայտվող գործն է։ Ոչ կաշառք տվողն է շահագրգռված որ իմանան, ոչ վերցնողը։ Շնորհակալ։ Կարապետյանի թիմակիցները կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Մենք առաջի անգամ շատ հանգիստ նորմալ ընտրություններ կան, այդ չեղարկել է բանը դրանք երկրորդական բաներ, որ անում են չգիտես ինչի։ Դա իմաստ չի ունենալու։ Ուղղակի դա էլ իրանց գործն է երևի դրա համար են անում։ Մեր ներկա արդյունքներից դուք գոհ եք։ Ինչ արդյունք որ հիմա մենք ունենք։ Չէ, ես կուզենայի, որ ավելի գոհ լինեինք։ Այսինքն մարդիկ ովքեր տեսել են մարդկանց թե ինչ վիճակում է ժողովուրդը եղել ինչ պայմաններում եւ նորից դրան ձայն տալը ես զարմացած։ Ու մասին է խոսքը նորից։ Ենթադրենք դե բանին ուժեղին չենք ճանաչում, որպես քաղաքական գործիչ ու լավա չենք ճանաչում։ Ռոբերտ Քոչարյանին ճանաչելու, Ծառուկյանին ճանաչելու ո՞նց կարելի է նրանց մասին ընդհանրապես զրուցանել։ Սա աղջիկ չէ։ Շնորհակալ եմ։ Սամվել Կարապետյանի թիմակիցները կենտրոնական ընտրական հանձնաժողովին պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքները։ Ինչ կարծիք ունեք։ Իզուր կասեի։ Մի թիմակիցները կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Ինքը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Բարև ձեզ։ Տեսեք ինչ կատարվեց։ Ես ուզում եմ որ մենք բոլորս այս մասին մի քիչ ավելի ուշադիր լինենք։ Նույն մարդիկ, նույն տեքստերը ասում էին ընտրություններից առաջ եւ 300 միլիոն ադրբեջանցիների գալու մասին եւ սահմանը դատարկվելու մասին եւ դպրոցները փակելու մասին։ Հիմա այդ նույն մարդիկ առանց բացառության նույնը եւ նույն բառերով ասում են, որ իբր ընտրությունները կեղծվել են։ Դե ասենք, գուցե մարդիկ կարող է հավատան եւ նոր քննարկում սկսենք ծավալել ընտրությունները կեղծված են թե չէ։ Եթե նույնիսկ իրենց հաջողվի մեզ մտցնել մի դաշտ, որտեղ մենք սկսենք խոսել ընտրությունները կեղծված են թե չէ, իրենց երջանիկ են զգալու։ Էնպես որ եկեք այս թեման փակենք, անցնենք առաջ, իսկ այսպես կոչված ընդդիմադիրներին ասեմ հանկարծ խորհրդարան չմտնեք։ Հանկարծ դուք հիշում եք ինչ էիք ասում Հայաստան խմբակցությանը խորհրդարան գալու համար։ Հələ հիշեք ձեր բոլոր բառերը, ձեր բոլոր մտքերը, ձեր բոլոր արտահայտությունները։ Հիշեք ու հանկարծ խորհրդարան չմտնեք, չփորձվեք։ Հատկապես այնտեղ մեկը կա։ Եթե փորձվեց ոտքը դնի խորհրդարան, իր համար հեչ լավ օրեր չեն լինելու։ Լավ եղեք, առողջ եղեք, կեցե անկախ Հայաստան։ Զգացիք չէ ինչ եղավ։ Ուրեմն կալուգացի օլիգարխի կուսակցությունը սկզբում, հետո նաև ԲՀԿ-ն էլ միացավ նրանց եւ սկսեցին բողոքել եւ բողոքներ ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ երկու տեղամասում զինվորները շարունակել են քվեարկել 20:00-ից հետո, չնայած եթե 20:00-ից հետո քվեարկությունները տեղամասում շարունակվում են, ապա ավարտվում են մինչև վերջին քվեարկողը եւ այստեղ որևէ խախտում ըստ էության չկա։ Չնայած այս հանգամանքին կենտրոնական ընտրական հանձնաժողովը տուրք տվեց այս բողոքներին եւ չեղյալ հայտարարեց ուրեմն քվեարկության արդյունքները, ինչի հետ ես կտրուկ անհամաձայնություն ունեմ, որովհետեւ սրա արդյունքում ամենաշատ ձայները կորցրեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որովհետեւ համապատասխանաբար ամենաշատ ձայները հավաքել ենք մենք։ Ու այս զրոյացնելու արդյունքում էլ ըստ էության գրեթե զրոյացան Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարան անցնելու հնարավորությունները։ Ու հիմա էլ եկել են սրանից են բողոքում, այսինքն իրենց բողոքը բավարարվել է, հիմա էլ բողոքում են, որ իրենց բողոքը բավարարվել է։
Այ քեզ абսուրդ։ Ուրեմն ուժեղ Հայաստանն ու ԲՀԿ-ն փոսը փորեցին, իրենք եկան ընկան այդ փոսի մեջ։ Հիմա էլ ինչ որ տեսանյութեր են հրապարակում, թե բա սա ժողովրդավարության անկում է, թե բա մեր ձայները գողացան, թե բա դուք հատում եք ժողովրդավարության կարմիր գիծը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ու սա ասում են մարդիկ, որոնք համատարած ընտրակաշառքների ստի եւ կեղծիքի հիման վրա ձայներ են գողացել եւ մանդատներ են գողացել։ Դուք ավելի լավ կանեք գոնե 1%, 0.0001% պատիվ ունենաք, ու այդ մանդատները չվերցնեք։ Փողով գողացած, ստով եւ կեղծիքով ստացած մանդատները։ Սիրելի ընկերներ, ողջույն։ Հիմա կտեղադրեմ մի վիդեո, որը տարածվում էր ընտրություններից առաջ ընդդիմության կողմից, որը պատրաստված է արհեստական բանականության կողմից, որում Իլհամ Ալիևը խոսում է իբրև 100,000-ավոր ադրբեջանցիների վերադարձի մասին։ Նայենք, կշարունակենք։ 26 il Azərbaycan və Ermənistan arasında formalaşan yeni 2026 թվականը կարևոր տարի է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ձևավորվող նոր հարաբերությունների եւ պայմանավորվածությունների համար։ Հունիսի 18-ին Նախիջևանում կայանալիք համագումարին կհրապարակենք Հայաստանից տեղահանվածների վերաբնակեցման մեր տեսլականը եւ կսկսենք աշխատել հայերի հետ այս ուղղությամբ գործընթացը մեկնարկելու համար։ Հայերը պետք է փոխեն իրենց սահմանադրությունը եւ դրանից հետո 100,000-ավոր ադրբեջանցիներ հնարավորություն կստանան վերադառնալու իրենց տները, ինչպես արդեն նշել եմ, ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Կան ուժեր, որոնք ցանկանում են Հայաստանում իրականացնել իշխանափոխություն եւ փոխել ուժերի ներկայիս բալանսը, սակայն հայերն արդեն հասկացել են մեր ուժը եւ չեն համարձակվի հրաժարվել մեզ հետ ձեռք բերված պայմանավորվածություններից։ Կոչ եմ անում հայերին, որ գնան ընտրության եւ ընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Ակնկալում եմ, որ հայերը բավականաչափ խելացի կգտնվեն, որպեսզի ընտրեն մեզ հետ համագործակցությունը շարունակելու ճանապարհը։ Հիմա եկեք լսենք հաջորդ վիդեոն, որը օրիգինալն է, եւ տեսնենք ինչ է ասել Իլհամ Ալիևը իրականում։ Сегодня со стороны Ирана был совершен террористический акт против азербайджанской территории, против азербайджанского государства. Иранское государство подвергло территорию Нахчеванской автономной республики обстрелу с использованием беспилотных летательных аппаратов. Целями обстрела стали гражданские объекты. Иран подло обстрелял Нахчеванский международный аэропорт, здание терминала, школу и другие направления. Азербайджанское государство решительно осуждает этот отвратительный террористический акт. Те, кто совершил, должны быть немедленно привлечены к ответственности. Иранские официальные лица должны дать разъяснение, принести извинения азербайджанской стороне. Совершившие этот террористический акт должны быть привлечены к уголовной ответственности. Это не первый случай, когда иранское государство совершает террористические акты против Азербайджана и азербайджанцев. Все мы хорошо помним, как некоторое время назад посольство Азербайджана в Тегеране подверглось террористическому акту. Напавшее на посольство лицо, действовавшее по инструкции иранских спецслужб, совершило кровавый теракт против азербайджанских граждан. В результате Իլհամ Ալիևը չի խոսում Հայաստանի մասին, Նիկոլ Փաշինյանի մասին, ընտրությունների սահմանադրության փոփոխության եւ 100,000-ավոր ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ինքներդ համոզվեցիք վստահաբար, որ այդ կեղծ վիդեոյում ամեն ինչ սարքված է արհեստական բանականությամբ, իսկ նպատակը որն է ինքներդ ինձանից լավ գիտեք։